Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Էջմիածնում հանդիպել են վեհափառ հայրապետն ու Միքայել Սրբազանը, Շիրակի թեմի առաջնորդն այսօր ոստիկանների ուղեկցությամբ այցելել էր Սուրբ Գայանը եկեղեցի, որտեղ վերջին հրաժեշտն են տվել Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանին։ Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելու և վեհափառի ունեցվածքի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված վարույթ չկա, հայտնել է կոմիտեի ղեկավարը։ Արթուր Նահապետյանը նաև անդրադարձել է պաշտոնյաների պարգևավճարների թեմային։ Օրերս փորձագիտական շրջանակները հայտարարեցին, որ կա կոռուպցիա, այն ավելին բարձրագույն կոռուպցիա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, նկատի ունենալով բաժանված շատ բարձր պարգևավճարներ։ Դուք այստեղ կոռուպցիոն ռիսկ է տեսնում եք, թե սա ռիսկ չի։ Եվ ստացել եք այդ բարձրագույն։ Եվ ինչքան եք ստացել, եթե ստացել եք։ Մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Եվ ձեր նկարագրած իրավիճակում, երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա քրեական օրենսգրքի։ Բայց խնդրահարույց է նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել պաշտոնյաներին, այն դեպքում նաև խնդրահարույց է, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին է շատ բարձր լինում։ Օրինակ բաժինների, ավագ մասնագետների բավականին ցածր պարգևավճար։ Այստեղ կոռուպցիա չկա, այսինքն ինչպես է բաժանվում այդ պարգևավճարները։ Ես բաժանման հետ կապված կարող եմ ասել, որ կա համապատասխան կարգ, կառավարության որոշմամբ սահմանված, ըստ կարգի, ըստ կատորողականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար այդ ամենը կարգավորված, իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես որպես իրավաբան չեմ տեսնում։ 2026-ի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների համար կծախսվի մոտ 4 միլիարդ 452 միլիոն դրամ գումար, տվյալը տրամադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ձերբակալվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանելյանը։ Նա այդ պաշտոնում վերականգնվել էր դատարանի որոշմամբ։ Այժմ քննչական կոմիտեի որոշմամբ ձերբակալվել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Կիևում են պատերազմի սկզբից ի վեր 10-րդ անգամ վերահաստատելու, որ Եվրոպան անսասանորեն կանգնած է Ուկրաինայի կողքին, ֆինանսապես, ռազմական առումով և այս դաժան ձմռան ընթացքում։ Խաղաղություն Ուկրաինայի պայմաններով գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այսօրվա Հայաստանում Նիկոլ Փաշինյանը լուծված է համարում մի պատմական խնդիր, թե ինչի մասին է խոսքը վարչապետը բացատրել է սոցցանցի էջում։ Այդ խնդիրը հետևյալն է, որ մենք ինչպես են ժամանակ ձևակերպել են, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ ծանոթ ցիկլը, երբ Հայաստանը աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, էլի շատ դեպքերում չկախված իր որոշումից եւ իրենից այդ պետականությունը եւ անկախությունը կորցնում է։ Եվ 2018 թվականին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել եւ դուրս գալ այդ պատմական ցիկլից։
Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թեհրան, որը նախապես ծրագրված է եղել, խոսում է հարաբերությունների վերելքի մասին, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Խալիլ Շիրո Ղոլամին ասել է, որ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները ընթանում են փոխադարձ վստահության մթնոլորտում։ Հարցին հնարավոր է, որ ապագայում ևս տեղի ունենան հայ-իրանական համատեղ զորավարժություններ, դեսպանը դրական պատասխան է տվել, հավելելով, որ հնարավոր է դրանք լինեն ավելի մասշտաբային։ Շիր Ղոլամին նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատկան մարմիններին, որ համապատասխան քայլեր են ձեռնարկել Երևանում Իրանի դեսպանատան մոտ կազմակերպվող ակցիաների ժամանակ իրավիճակը կայունացնելու նպատակով։ Իրանի սահմանների մոտ ուղարկված ամերիկյան USS Gerald Ford ավիակիրի կոյուղու համակարգում խափանումներ են գրանցվել։ Ավիակիրը տեղափոխվել է Հունաստանի ափեր։ Պահանի նահանգում Իրանի բանակի ուսումնական ուղղաթիռ է վթարվել։ Ողբերգական միջադեպը գրանցվել է Միրգ բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում։ Երկու օդաչուները զոհվել են։ Ողբերգական ավիավթար Հնդկաստանում Ջարխանդ նահանգում վթարի է ենթարկվել 7 մարդ տեղափոխող բժշկական օդանավը, որը թռիչք էր կատարում դեպի Նյու Դելհի։ Բոլոր ուղևորները, այդ թվում անձնակազմի 2 անդամ մահացել են, թռիչքից մոտ 23 րոպե անց անձնակազմի հետ կապը կորել է եւ օդանավն անհետացել է ռադարներից։ Վթարը տեղի է ունեցել հեռավոր անտառապատ տարածքում։ Փրկարարական ծառայություններ են ուղարկվել վթարի վայր, սակայն դժվարանցանելի տեղանքը բարդացրել է փրկարարական գործողությունը։ Օդանավով Նյու Դելհի էր տեղափոխվում 41-ամյա տղամարդ, որը վթարի հետևանքով 60%-ից ավելի այրվածքներ է ստացել։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, ինչպես տեղեկացրել ենք ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում մարշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով եւ հիմնադիր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք անբացատրելի ցածր։ Մեզ ասացին, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները եւ բացահայտեն զեղծարարներին։ Գուցե հարցը քննարկեն առաջիկա 5 շաբթի կուսակցության նախաձեռնող նիստի ժամանակ։ Միևնույն ժամանակ ՔՊ շարքերում վստահ եմ, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց չի լինելու։ Հո աշխարհով մեկ չեն խայտարակվելու, որ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում եւ Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն բոլորին կուտ է տալու, ասելով, թե կարևոր չէ ով որտեղում է։ Իրենց հաղթանակի պարագայում ոչ մեկն անգործ եւ չգնահատված չի մնա։ Նա բոլորից լավ է հասկանում, որ հակառակ դեպքում աբիժնիկներն ընտրությունները կբոյկոտեն, չեն աշխատի։ Նույնիսկ կարող են հակառակորդների օգտին աշխատել եւ հիմա յուրաքանչյուր ձայնի ու յուրաքանչյուր ձայն բերողի համար կյանք է տալիս։ Նույն աղբյուրը գրում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում չեն դադարում կրքերն ու ռազմորկաները խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության շուրջ։ Անցած շաբաթ տեղի ունեցած երրորդյա ընտրություններից հետո իշխող թիմում դժգոհության մեծ ալիք է առաջացել։ Ոմանք կարծում են, որ ցուցակի շուրջ ներկուսակցական ընտրություններն արդեն թափանցիկ չեն եղել, այլ ուղղորդված են եղել եւ շատ սուբյեկտիվ։ Բանն այն է, որ ընտրություններից առաջ արգելված էր կուսակցության պատվիրակների շրջանակում քարոզարշավ անելը։ Տեխնացուները կարող էին ընդամենը Facebook-յան իրենց էջերում գրառումներ անել եւ քվե խնդրել կուսակից ընտրիչներից, որոնց թիվը 1000-ից մի փոքր անցնում էր։ Սակայն ընտրությունների արդյունքներն այնպիսի արտասովոր եւ անհավանական պատկեր են ուրվագծել, որ շատերի մոտ այլևս կասկած չկա, որ տակից ոմանց համար լավ էլ ուղղորդել են։ Որոշներն էլ իրենք են իրենց հարցերը լուծել, բարեխոսել պատվիրակների հետ։ Մի բան փաստ է, որ ԿՊ-ում ինչպես օրեր շարունակ թմբկահարում են դեմոկրատական ազատ եւ արդար ընտրություններ չեն եղել։ Եթե անգամ ներկուսակցական ընտրություններում են այս մարդիկ կեղծում, ապա սին են այն հավաստիացումները, թե իրենք ոչ նախորդ, ոչ էլ գալիք ընտրությունները չեն կեղծել ու չեն կեղծելու։ Հրապարակը գրում է, Լարսի անցակետում ռուս-վրացական սահմանը հատող հայկական բեռնատարները, որոնք 12 օր մնացել էին սահմանին, 3 տեղափոխվել են վրացական Գեզի մաքսային տերմինալ։ Թե քանի օր նրանք կմնան այնտեղ հայտնի չէ։ Հիշեցնենք, շինանյութով բարձված բեռնատարների մուտքը Հայաստան վրացական կողմն օրեր առաջ արգելել է։ Որևէ համոզիչ բացատրություն չի տրվել, միայն ասել են՝ սպասեք։ Բեռնատարների վարորդները չեն կարողանում կապ հաստատել ոչ Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ, ոչ Հայաստանի որևէ պաշտոնյայի։ Նրանք զանգահարել են ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանին, խնդրել, որ բարձրաձայնի հարցը։
Հրապարակում նաև կարդում ենք Հայաստանի եւ Պատիվ ունեմ խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թաթև Ոսավետիսյանի թեկնածությունն առաջադրել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու։ Գեգամ Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թաթև Ոսավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլև դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։ Այս պահին դաշնակցական Թաթև Ոսավետիսյանը Հայաստան խմբակցության պատգամավոր է, սակայն ըստ ամենայնի առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի։ Արտառոց դեպք Երևանում, որթին դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 64-ամյա հայրը տանից 42 միլիոն դրամ է գողացել։ Փոխարենը նամակ է թողել, որտեղ գրված է, որ իր ձյունանուշի հետ գնում է կյանքը վայելելու։ Այվազովսկու, Լևիտանի և Ռեբինի աշխատանքները Մոսկվայում աճուրդի կհանվեն ընդհանուր առմամբ 1 միլիարդ ռուբլով։ Ամենաթանկը Այվազովսկու լուսնային գիշերը Ղրիմում բնանկարն է, որը գնահատվել է 60 միլիոն ռուբլի։ Այցհեյմերի հիվանդություն ունեցող 92-ամյա կինը դարպասների վրայով փախել է ծերանոցից։ Նրան գտել են մոտակայքում և վերադարձրել։ Ճապոնիայի կենցանաբանական այգում մոր կողմից լքված Փանչ անունով 7 ամսական կապիկի տեսանյութերը համացանցում մեծ արձագանք են ստացել։ Նա չի կարողանում շփվել մյուս կապիկների հետ և մխիթարվում է միայն օրանգուտան փափուկ խաղալիքը գրկելով։ Թուրքիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզիկը գնդակով պատահաբար հարվածել է ճային։ Թիմի ավագը փորձել է թռչունին օգնել, հետո փոխանցել է բժիշկներին։ ԱՄՆ-ում ձնաբղքի պատճառով ավելի քան 500,000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, 7 նահանգներում արտակարգ դրություն է։ Եվ եղանակ սպասվում է կարճատև անձրև, ջերմաստիճանը կնվազի 10 միշ։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։